Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլուխը ավարտվում է Տիրոջ հետևյալ խոսքերով. «Եվ արդ կատարյալ եղեք, ինչպես կատարյալ է ձեր երկնավոր հայրը»։ Առաջին հայացքից այդ հորդորը կարող է տարօրինակ անիրագործելի թվալ։ Մենք բոլորս շատ հեռու ենք կատարելությունից եւ կոչ անել մեզ, որ մենք նմանվենք երկնավոր հորը, այսինքն Աստծուն, մի փոքր անիմաստ է։ Անիմաստ է թվում առաջին հայացքից, բայց իրականում այդ ռադիկալ, արմատական պահանջի մեջ կա խորը իմաստ։ Ինչ է դրա մասին ասում մեր Սուրբ Գիրքը։ Ինչպես է սկսվում լեռան քարոզը, որի մասին մենք այսօր խոսում ենք։ Այդ հարցը կարևոր է հասկանալու համար կատարելության թեման։ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխի սկիզբը եւ վերջը տալիս են այն շրջանակը։ Կարելի ասել այն հորիզոնը, որով մենք պետք է առաջնորդվենք։ Լեռան քարոզը դրանով չի ավարտվում։ Այդ քարոզին նվիրված են նաև 6-րդ եւ 7-րդ գլուխները, բայց բանալին, կարծում եմ, տրվում է հենց այդ 5-րդ գլխի շրջանակով։ Եվ այսպես, քարոզը սկսվում է, ինչպես գիտեք, երանիներից։ Եվ առաջին երկու երանիները բավականին անսովոր են, եթե խորը մտածենք։ Երանի հոգով աղքատներին, իսկ այնուհետև երանի սգավորներին, այսինքն երանի նրանց, ովքեր հիմա նեղության մեջ են, ովքեր հիմա վատ են զգում։ Ոչ մի սովորական քարոզիչ, ոչ մի առավել ևս քաղաքական գործիչ իր ելույթը այդպես չի սկսի։ Սովորաբար ժողովրդի բազմության ուղված խոսքը սկսվում է հաճախոսությունից. դուք լավն եք, դուք հրաշալի եք, ես հիանում եմ ձեզանով։ Իսկ այստեղ հակառակն է. ինչ լավ է հոգով աղքատ լինելը, ինչ լավ է սգավոր լինելը։ Իսկ ինչով է դա լավ։ Դա ստարտային պայման է զարգանալու եւ ի վերջո երկնավոր հորը նմանվելու ձգտման համար։ Սա է շրջանակը, անվերջանալի ճանապարհի այն ուղղությունը, որով մենք պետք է գնանք։ Ասվում է նաեւ. «Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, եւ իմ պատճառով, այսինքն Աստծո պատճառով, ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ Ուրախացեք եւ ցնծացեք»։ Ձեզ նախատում են, ձեզ հալածում են, օքեյ է։ Դա է ճանապարհի սկիզբը, որով մենք բոլորս պետք է գնանք։ Կրկին խոսենք այն բարձր պահանջների մասին, որոնք մեր առաջ դնում է լեռան քարոզը։ Ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան օրենսգետների եւ փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։ Օրենքի ուսուցիչները եւ փարիսեցիները այն ժամանակվա ամենակրթված եւ ամենապարկեշտ, ամենաբարեպաշտ համարվող մարդիկ էին, չեմպիոն էին բարեպաշտության։ Բայց դուք, ասում է Տերը, լեռան մոտ հավաքված ժողովրդին, պետք է նրանցից ավելին լինեք։ Ինչով։ Ոչ միայն գրված օրենքներին ենթարկվելով, չնայած ենթարկվելը կարևոր է եւ Հիսուս երբեք չէր մերժում այն ժամանակ գոյություն ունեցող օրենքները եւ պատվիրանները, բայց ամեն մի պատվիրանի դեպքում պետք է ավելին անել։ Ոչ միայն մի սպանիր, այլև եղբորդ մի հայհոյիր։ Ոչ միայն մի շնացիր, այլև որևէ կնոջ ցանկասիրությամբ մի նայիր։ Ոչ միայն սուտ երթում մի տուր, այլև ընդհանրապես մի երթվիր։ Եղիր այնքան ամբողջական անձնավորություն, որ բոլոր հանգամանքներում քո այոն այո լինի, իսկ ոչը ոչ։ Դարձյալ անհնարին պահանջներ են։ Չգիտեմ, կան արդյոք այնպիսի սրբեր, երևի 1 միլիոնից, որոնք այդ ամենը կատարում են, բայց կրկնեմ, մեզ առաջարկվում է դա ընդունել որպես հորիզոն, որին պետք է ձգտել։ Ինչով են փարիսեցիները Հիսուսի համար անընդունելի եւ ինչու է նա իրենց քննադատում, նաեւ լեռան քարոզում հաջորդ գլուխներում։ Եթե կարճ պատասխանենք, ապա ցուցամոլությամբ։ Նրանք կարծես թե ինչ-որ մի ցուցակ ունեն, այսօր այս լավ բաները արեցի, կատարեցի բոլոր պահանջված եկեղեցական արարողությունները, իսկ վատ արգելված բաները չարեցի։ Հետևաբար ես լավ մարդ եմ, բարեպաշտ եմ եւ կարող եմ դրանով հպարտանալ։ Իսկ Հիսուսի ուսմունքը ավելի խորն է, ավելի բարդ է։ Այն ուղղված է այդ ցուցակից դուրս գտնվող ներքին կատարելագործմանը եւ հենց դրա համար է նա մեզնից պահանջում անհնարինը։ Այդ համատեքստում, կարծում եմ, պետք է հասկանալ լեռան քարոզի մեկ այլ դրվագ։ Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ հիշես, որ քո եղբայրը քո դեմ ոխ ունի,
կամ մեկ այլ թարգմանության մեջ քո եղբայրը քեզնից վշտացած է, քո ընծան թող սեղանի վրա եւ գնա նախ հաշտվիր քո եղբորի հետ եւ ապա քո ընծան մատուցիր։ Թողնել եկեղեցական արարողությունը, գնալ հաշտվել եղբոր հետ եւ վերադառնալ, ինչպես եք դա պատկերացնում։ Եվ ավելին, մենք մեր կյանքում վշտացրել ենք բազմաթիվ եղբայրների եւ բազմաթիվ քույրերի եւ տեխնիկապես անհնար է բոլորի հետ հաշտվել։ Բայց խոսքն այստեղ ձգտման կամ նախատրամադրվածության մասին է։ Եթե գալիս ես օրինակ պատարագի եւ քո հետ բերում ես քո կամ ուրիշների նեղվածության կամ ուրիշ մարդկանց հետ լարված հարաբերությունների բեռը, առավել եւս ատելությունը, թշնամանքը, արարողությունը որևէ իմաստ չունի։ Նույնիսկ եթե ճշգրտորեն կատարում ես այն, ինչ քեզնից պահանջվում է։ Ինչպես գրում է Գրիգոր Տաթևացին, այդ դեպքում, այսինքն նեղվածությամբ, ատելությամբ աղոթելու դեպքում մարդը ոչ թե շնորհ է ստանում, այլ դատաստան։ Մասնավորապես մեր աստվածաբանը նշում է, որ խոստովանությունը միայն անձնական մեղքերի թվարկում չէ, ցուցակ չէ, այլ նաև հաշտեցում մարդկանց հետ, որքան որ դա հնարավոր է։ Այդ որքան հնարավոր է վերապահումը մեզ մի քիչ շնչելու տեղ է տալիս, այդպես չէ։ Եվ այժմ մենք կարող ենք վերադառնալ հաղորդման սկզբում հնչած հարցին։ Մենք տարբերակ չունենք կատարյալ լինելու մեր երկնավոր հոր նման, բայց մենք կարող ենք գտնել ճանապարհ դեպի կատարելությունը, դեպի իդեալը, դեպի ամբողջականությունը, հասունությունը։ Հենց դա է հունական թեյի բառի իմաստը, որը մենք թարգմանում ենք որպես կատարելություն։ Ամբողջ լեռան քարոզի, ամբողջ ավետարանի հիմնական իմաստներից մեկը հենց դա է։ Իմ մեջքի հետևում խաչերն են։ Խաչերը սլանում են դեպի անվերջություն, դեպի կատարելություն, դեպի ամբողջականություն։ Մենք կարող ենք ապրել մեր մանր հոգսերով, կարող ենք նույնպես ձգտել դեպի կատարելություն, շատ լավ հասկանալով, որ այդ ճանապարհը անվերջանալի է։ Ընտրությունը մերն է։